Միթե քո աշխատանքը այդքան կարևոր է, որ չես գնում երեխայիդ հանդեսին, մանկապարտեզի հանդեսին, դպրոցի միջոցառմանը, երգի, պարի, երաժշտական հանդեսներին։ Ես հաճախ եմ արդեն հասուն տարիքում տեսնում մարդկանց, որոնք ոչ մի կերպ չեն կարողանում մարսել այն փաստը, որ իրենց ծնողը երբևէ չի եկել իրենց միջոցառումներին։ Այս վերջերս աշխատում էի մի ծնողի հետ, որը շատ լուրջ պաշտոնյա էր կառավարության մակարդակում, եւ նա ասում էր, որ ես երբեք չեմ կարողացել գործից դուրս գամ եւ գնամ իմ տղայի միջոցառումներին, միշտ դայակն է գնացել։ Ճիշտ է, ես ամեն ինչով իրեն ապահովել եմ, ոչ մի բանի կարիք ինքը չի ունեցել, բայց իմ աշխատանքը այդպեսին էր, ես չէի կարող դուրս գալ։ Իսկ այսօր ինչ եք կարծում, ինչ է տեղի ունենում։ Իր տղան Երևանում որևէ հոգեբանի բաց չի թողել։ Հերթով բոլորի գրասենյակներով անցնում եմ։ Ընկերներ, խնդրում եմ, մտածեք այս մասին։ Ձեր երեխաները ձեզ փնտրում են։ Ես շատ անգամներ մասնակցել եմ մանկապարտեզների հանդեսներին, որ երեխաները մտնում են դահլիճ եւ առաջ նայելու փոխարեն հետ են նայում։ Այդ խմբում ծնողների համայնքում փնտրում են իրենց մամային։ Լինում են դեպքեր անգամ, որ տատիկն է նստած, հայրիկն է նստած, բայց իրենք մամային են փնտրում։ Տեսել եմ մեծահասակների, որոնք ամեն ինչ ունեն, գեղեցիկ հագուստ, գեղեցիկ պայուսակ, բայց իրենց կյանքում մամա չկա։ Թող ոչ ոք ինձ չհամոզի, որ չի կարող աշխատանքից դուրս գալ։ Անգամ ես գիտեմ, որ աշխատանքային օրենսգրքով դուք ունեք իրավունք մասնակցելու ձեր երեխաների ժողովներին, կարևոր միջոցառումներին, եւ եթե դուք տեսնում եք, որ ձեր աշխատանքը այնպիսին է, որ դուք իսկապես որևէ կերպ չեք կարողանում ձեր երեխայի կյանքում մասնակցություն ունենաք, իսկ գուցե դուք պետք է ընտրեք։ Պետք է հասկանաք, որն է ձեզ համար առաջնահերթ։ Պետք է հասկանաք, ինչ պետք է այսօր անեք, որ մի քանի տարի հետո չփոշմանեք եւ արդեն անդառնալի լինեն այդ խնդիրները։ Այնպես որ խնդրում եմ, եթե ինձ լսողների մեջ կան մամաներ, որոնք աշխատում են 16 ժամ, 13 ժամ, 12 ժամ եւ որևէ իրենց երեխայի միջոցառմանը չեն մասնակցում, ես ձեր մամա լինելու հետ կապված մեծ հարց ունեմ, ընկերներ։ Մտածեք այս մասին։ Ես հրավիրում եմ ձեզ թերապիա, ընկերներ։ Եկեք միասին հասկանանք, դուք իսկապես չեք կարողանում աշխատանքից դուրս գալ, թե աշխատանքը ձեզ համար ուղղակի հրաշալի պատրվակ է այնտեղ չլինելու։ Կամ գուցե կան մարդիկ, որոնք ընդհանրապես խնդիր չեն տեսնում, որ այդ միջոցառմանը նրանք ներկա չէին։ Եկեք, միասին քննարկենք եւ հասկանանք։